Առաջին ալիքի ուղիղ եթերում Առավոտ լուսոնը եւ ժամանակն է ներկայացնելու մեր օրվա առաջին հյուրերին եւ թեման մարտի 26-ից մինչեւ ապրիլի 25-ը պատմամշակութային արգելոց թանգարանները եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը գրականության եւ արվեստի թանգարանի հետ համատեղ կազմակերպում են մի ցուցադրություն, որը խորագրված է մեծամոր, ոսկի, արվեստ եւ առեղծված։ Եվ այս առիթով ունենք հրաշալի հյուրեր, ներկայացնենք նրանց, տաղավարում են Արտավազ Զաքյանը, այս ցուցադրության կազմակերպիչը, բարի լույս, եւ Սյուզաննա Խոջամիրյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրենը։ Շատ գեղեցիկ եւ հմայիչ, մենք ողջունում ենք քեզ, սիրելի Սյուզաննա, եւ միանգամից պետք է շնորհավորենք միամսյա կանանց։ Դուք արև եք, դուք միշտ կարուն եք տղամարդկանց համար, այնպես որ հմայք դու գեղեցկությունը թող միշտ ուղեկից լինի քեզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք սկսում եւ անդրադառնալով ցուցադրությանը, թերևս սկսենք այն ընտրանուց, որը ներկայացված է լինելու։ Ընտրանին իր մեջ ներառում է Հայաստանի ամենամեծ հնագիտական ոսկու հավաքածուներից մեկը։ Եթե ոսկին շարունակենք, Հայաստանի ամենահին ոսկու զարդը իր մեջ ներառում է անագի աննախադեպ քանակությամբ ուլունքահատիկներ զարդեր, որոնք Քրիստոսից առաջ 3-րդ, 2-րդ, առաջին հազարամյակում ոսկուն գրեթե հավասար գին ունեին եւ նշանակություն ունեին։ Ցուցադրության մեջ ներառված են եւ ընտրանում մեջ են տարբեր կավամաններ, որոնք ունեն ծիսական եւ գեղարվեստական բավական հետաքրքիր արժեք եւ եզակի զարդարանքներ, որոնք կրկնվում են նաեւ շատ ոսկու զարդերի վրա։ Այլ մանրամասներ այցելեք տեսնեք։ Հակագծերը շատ չենք բացում։ Հետաքրքիր է միտքը ինչ կարմիր թելով նաեւ կապվեց գրականության հետ եւ ձեր համագործակցության հիմքը ինչը հանդիսացավ։ Գրականության եւ արվեստի թանգարանի առաքելություններից մեկն է ներկայացնել արվեստն իր շեշտերով, բազմաժանրությամբ եւ իր ամբողջականության մեջ եւ այս ցուցադրությամբ մենք շեշտադրել ենք հենց արվեստն ու առեղծվածը, ինչպես հուշում է խորագիրը։ Մասնավորապես այս դեպքում անդրադառնում ենք ակունքներին, որտեղ հաճելիորեն զարմացնող փաստ է, որ մեր նախնիների կենսակերպի մաս է կազմել փաստորեն արվեստը։ Ցուցադրվող առարկաները պատմահնագիտական արժեք ունենալուց բացի իրենցից արվեստի գործեր են ներկայացնում եւ գեղագիտական մեծ արժեք։ Զարդեր, ծիսական առարկաներ եւ այլն, որոնք իսկապես արվեստի գործեր են, մեծ արվեստի գործեր են եւ հենց շեշտադրումն այստեղ է իրականացվելու։ Այս ցուցանիշները առաջին անգամ են ցուցադրվելու, թե էլի առիթ եղել է։ Այս առարկաները հիմնական ցուցադրության մասն են Մեծամոր պատմահնագիտական արգելոց թանգարանի, որը Երևանից ընդամենը 40 րոպե հեռավորության վրա է գտնվում դեպի հոկտեմբերյան Արմավիր ուղղության վրա Տարոնիկ գյուղում։ 1970 թվականից թանգարան գոյություն ունի, բավական մեծ, գեղեցիկ, արդեն 2015-ից նոր ձևավորմամբ, նոր ուրեմն ներկայացմամբ եւ այս ամենը ցուցադրվում է այնտեղ։ Առաջին անգամ է, որ նման մեծ քանակությամբ եւ այսպես տեսականիով եւ օրինակներով քաղաք բերվում է Երևան։ Մեկ-երկու այսպես առարկաներ տարբեր ցուցադրությունների մասնակցել են եւ արտերկրում եւ Հայաստանում, բայց այսպիսի ներկայացմամբ առաջին անգամ է եւ սա ինչ որտեղ նաեւ հատկանշական է այն առումով, որ այսպես ասենք մոտավորապես 3.500 տարի լինելով նույն տարածքում առաջին անգամ իրենք այսպես ժամանակի միջով տարածության մեջ տեղաշարժվում են մի քիչ հեռավորություն մայրաքաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, որտեղ մեկ ամիս կփորձենք ներկայացնել նրանց արվեստի, որպես ինչպես գործընկերս նշեց, որպես արվեստի գործեր, բայց միևնույն ժամանակ որպես առեղծվածներ։ Ամեն մի առարկա, ամեն մի եւ զարդ, եւ կավաման, եւ այլ առարկաներ, որոնք դուք կտեսնեք, ունեն առեղծվածներ, իրենց հետ պատմություններ, իրենց հետ հետաքրքիր եւ հնագիտական եւ առասպելաբանության մեջ, որտեղ իրենց վրա սիմվոլներ են կրում, որոնք ունեն տարբեր խորհուրդներ, որոնց բացահայտումը նաեւ ցուցադրության ընթացքում։
Իհարկե միշտ հաճելի է վայելել հետաքրքիր միտքը եւ գաղափարը, բայց մենք հիմա ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, որտեղ պարտադիր պայմաններից մեկն էլ գտնելն է հետաքրքիր ձևերը այդ միտքը եւ գաղափարը ներկայացնելու համար։ Եվ ինչ ենք արել այս մասով, ինչ հետաքրքիր ձևեր ենք գտել, որպեսզի տպավորությունը ամենայն դեպս այս հրաշք գաղափարի լինի կրկնապատիկ։ Նախ նշեմ, որ գրականության եւ արվեստի թանգարանի համարել է նախադեպ այս քանակությամբ առարկաների ներգրավումը, քանի որ լինելով բազմաժանր թանգարանը համագործակցում է հանրապետության եւ հանրապետությունից դուրս շատ թանգարանների հետ եւ կարելի ասել, որ մեր երկրի հուշային բոլոր թանգարաններում ցուցադրվում է գրականության եւ արվեստի հավաքածուի զգալի մասը։ Եվ ահա առաջին անգամ է, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում, մենք ենք հյուր ընկալում թանգարանային առարկաներ, այն էլ աննախադեպ թվով, եւ հետաքրքիր տարբերություն որոշեցինք, քանի որ մեծամորում հատկապես ոսկու բաժինը ցուցադրված է ավելի մթության մեջ, թույլ լուսավորությամբ, որտեղ խորհրդավորությունն է շեշտադրվում։ Մենք այստեղ որոշեցինք ցուցադրել բացարձակ լուսավորության մեջ, սպիտակ պատերի շրջանակում, որտեղ դետալ առ դետալ եւ մասնիկ առ մասնիկ կերևա այն գեղագիտական ճաշակը, գեղեցիկի ընկալումը, արվեստային մոտեցումը, որ ունեին մեր նախնիները պարզապես հազարամյակներ առաջ։ Եվ սովորաբար գրականության եւ արվեստի թանգարանի ցուցադրությունները նաեւ յուրահատուկ դրամատուրգիական գիծ են ունենում ու շատ հետաքրքիր ձևով են կազմակերպվում, վստահ եմ այս ցուցադրությունը եւս բացառություն չի լինել։ Փորձել ենք։ Կան դետալներ, կան նրբություններ, որոնք հիմա չեն բացի, թող այցելուն այսպես ընդունի ընկալի, որովհետև երբեմն այդ ամեն ինչը թաքնված է անում եւ եթե այցելուն խորությամբ մտավ թանգարան եւ սկսեց այդ ցուցադրությունը հասկանալ, տեսնել, նաեւ կլսի։ Այլ ճակերտներ։ Եվ գնալով դեպի հարցազրույցի ամփոփում կցանկանայի տեղեկանալ արդյոք ցուցադրությունից առաջ դուք ձեր մեջ գոնե մտածել եք մարդկության որ թիրախային խումբն է ընտրված, որոնք ավելի հետաքրքրված պիտի լինեն այս ցուցադրությամբ։ Շեշտադրված է արդյոք երիտասարդության վրա, որովհետև ի վերջո սա եւս մեկ տարբերակ է ինքնաճանաչողության ու պատմությանը լավ ծանոթանալու համար։ Մենք ցուցադրությունը բոլոր տարիքի համար, որտեղ ցանկացած տարիքային խումբ իր հետաքրքրությունը կարող է գտնել։ Բայց քանի որ խոսեցինք նաև ոսկու եւ բացառիկ քանակությամբ եւ տեսականու եւ զարդերի առումով, պիտի նշեմ, որ այստեղ կարող է նաև երիտասարդությունը եւ այսպես հաշվի առնելով մեկամսյակը եւ այլ հարցեր կարողանան նաև տեսնել, թե ինչպիսի ճաշակով զարդեր են ունեցել եւ գնել դրանց կրկնօրինակները, կամ ոգեշնչվել ու ստեղծել, չէ՞։ Որովհետև նաև ոգեշնչվել եւ ստեղծել, որովհետև դրանց կրկնօրինակների մի քանի օրինակներ մենք արդեն ունենք եւ վաճառասրահներում կան, այսինքն այստեղ նաև այսպիսի թիրախ այս սրանից եմ ուզում։ Ու նաև ձեր թույլտվությամբ նշեմ, որ ցուցադրության առանցքում հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ամենահին ոսկեզարդն է։ Հենց սա է ցուցադրության ողնաշարը, որի շուրջ հավաքված է ամբողջը, դա ոսկե ծամկալ է, հերակալ է, որը շատ մեծ արժեք է իրենից ներկայացնում։ Եվ իսկապես բոլոր ցուցադրություններից առաջ իհարկե մենք ստատիստիկ անալիտիկ հետազոտություններ ենք անցկացնում, ոչ թիրախային խմբերին կարող է հետաքրքրել, դեռևս կարող եմ փաստել, որ մեր ակնկալիքով եւ մեր անցկացրած նախապես հետազոտության արդյունքում այս ցուցադրությունը իսկապես պիտի հետաքրքրի տարիքային բոլոր խմբերին։ Եվս մեկ անգամ նշենք որքան ժամանակ եւ որ ամսաթվերով է բաց լինելու ցուցադրությունը։ Մարտի 26-ից ապրիլի 25 գրականության եւ արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների նոր սրահ։ Նոր սրահում։ Այո։ Սիրով սպասում ենք։ Սպասում ենք սիրով։ Շատ լավ շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ միասին, սիրելի հեռուստադիտողներ։ Մենք հիմա կվայելենք ռիթմեր երաժշտական, որից հետո լրահոսի մեր գործընկերներին կփոխանցենք եթերը, հետո մենք կվերադառնանք եւ կշարունակենք առավոտ լուսոն։ Մնացեք մեզ հետ։